Մինչև երկինք հասնող բակլան, լատիշական հեքիաթ։ Հին ժամանակներում ապրել է մի չար կին, ունեցել է մի խորտ աղջիկ, որն անտրտունջ աշխատել է առավոտից մինչև իրիկուն։ Մի անգամ, որպեսզի խեղճ որփուկին տանջի, խորտ մայրը մոխրի մեջ բակլա է լցնում և աղջկան պատվիրում բակլան ջոկել մոխրից։ Ջոկում է աղջիկը, բակլան հանում մոխրից, բայց մի բակլա չի նկատում և այդ բակլան սկսում է աճել մոխրի մեջ։ Աճում է, մինչև որ հասնում է երկնքին։ Մտածում որփուկը և որոշում է բարձրանալ բակլայի վրայով։ Խեղճը շատ էր ուզում երկնքում տեսնել իր բարի մորը։ Աղջիկը բարձրանում է բակլայով վեր, բարձրանում, մինչև վերջապես հասնում է երկնքին։ Տեսնում է այնտեղ մի փոքրիկ խրճիթ, խրճիթում էլ մի հիվանդ ծերուկ։ «Բաղնիքը չես վառի ինձ համար», խնդրում է ծերուկը աղջկան։ Որփուկը համաձայնվում է, իսկ ծերուկն ասում է. «Ախր ես փայտ չունեմ, գոմի ետևում ընկած են ձիու հին ոսկորներ, հենց դրանք էլ վառիր, ջրի փոխարեն գոմաղբի ջուրը վերցրու, ախր մոտակայքում մաքուր ջուր էլ չկա, իսկ ավելի փոխարեն էլ սատկած ձիու պոչը վերցրու, յոլա կգնանք»։ Լսում է նրան որփուկը ու շատ է խղճում ծերունուն։ Առանց մի խոսք ասելու աղջիկը գնում է հեռու անտառ և փայտ է բերում, հեռու գետից ջուր է բերում և մատղաշ կեչու ճյուղերից փափուկ ավել է սարքում։ Հետո վառում է բաղնիքը, ջուրը տաքացնում և ծերուկին կանչում բաղնիք։ «Ուժ չունեմ ես», ասում է ծերուկը, «իմ ոտքով չեմ կարողանա քայլել։ Աղջիկս, ինչ կլինի, բռնիր ոտքերիցս ու քարշ տուր մինչև բաղնիք»։ Բայց որփուկը գտնում է ձեռնասայլակը, ծերուկին նստեցնում է և բերում բաղնիք, լավ լողացնում է նրան բաղնիքում, իսկ հետո դարձյալ ձեռնասայլակով բերում տուն։ «Սիրելի աղջիկս», ասում է ծերուկը, «դու ինձ շատ լավություն արեցիր։ Դրա համար գնա ամբար, այնտեղ 3 արկղիկ կտեսնես։ Վերցրու ցանկացածը, միայն չվերցնես մեծ արկղիկը, որի վրա նստած կլինի կատուն»։ Որփուկը ոչ մի բան էլ չէր ուզում վերցնել, բայց հետո այնուամենայնիվ գնում է ամբար և վերցնում ամենափոքրիկ ու ամենագեղեցիկ արկղիկը։ Բացում է որփուկը արկղիկը, իսկ այն լիքն է լինում թանկարժեք զարդերով։ Ուրախանում է աղջիկը, բակլայով իջնում է ցած և խորտ մորը պատմում, թե արկղիկն ինչպես է ստացել։ Խորտ մոր աչքերը նախանձի ծայրվում են. «Այ թե իր հարազատ աղջիկն այսպիսի հարստության տիրանար։ Նա իր աղջկան էլ է հրամայում մոխրի միջից բակլա հավաքել, հավաքած մոխրի միջից բակլաները հավաքում է, իսկ մի բակլա դիտմամբ թողնում է։ Բակլան աճում և հասնում է մինչև երկինք»։ Ուրախանում է հարազատ աղջիկը ու բակլայով բարձրանում է երկինք։ Այնտեղ տեսնում է փոքրիկ խրճիթը, իսկ խրճիթում հիվանդ ծերունուն։ «Բաղնիքը չես վառի ինձ համար», խնդրում է նրան ծերունին, «ես հիվանդ եմ, վառել չեմ կարող»։ Խորտ մոր աղջիկը սկզբում չի ուզում բաղնիքը վառել, բայց հետո համաձայնվում է և ջղային հարցնում է ծերուկին. «Իսկ փայտը որտեղ է, ջուրը ուր է, ավելները որտեղ են»։ «Ես փայտ չունեմ», պատասխանում է ծերուկը, «բայց գոմի ետևում ընկած են ձիու հին ոսկորներ, դրանցով էլ վառիր, ջրի փոխարեն ստիպված ենք գոմաղբի ջուրը վերցնել, մոտակայքում ջուր չկա, իսկ ավելի փոխարեն յոլա կգնանք սատկած ձիու պոչով»։
Խորթ մոր աղջիկը բաղնիքը վառում է սատկած ձիու ոսկորներով, տաքացնում է գոմաղբի ջուրը և ավելի փոխարեն էլ վերցնում սատկած ձիու պոչը։ Հետո ասում է. «Դե արի լողացիր»։ Աղջիկս, ես թույլ եմ, ինչ կլինի, ոտքերիցս քարշ տալով տար ինձ բաղնիք, ոտքերս էլ ինձ չեն հնազանդվում։ Խորթ մոր աղջիկը բռնում է ծերուկի ոտքերից և քարշ տալիս բաղնիք։ Բաղնիքում ձիու պոչով տրորում է ծերուկի մեջքը, իսկ հետո նորից ոտքերից քարշ տալով բերում է մահճակալին։ «Այդ բանի համար, որ դու ինձ ծառայեցիր», ասում է ծերուկը աղջկան, «ես քեզ պարգև կտամ։ Գնա ամբար, այնտեղ կտեսնես 3 արգղիկ, վերցրու որն ուզում ես, միայն չվերցնես այն մեծ արգղը, որի վրա նստած կլինի կատուն»։ Շատ է ուրախանում խորթ մոր աղջիկը, վազում է ամբար, կատվին քշում է մեծ սնդուկի վրայից և վերցնում հենց մեծ ու գեղեցիկ արգղը։ Հետո աղջիկը բակլայի վրայով իջնում է ցած և շուտով հասնում տուն։ Արդեն մթնել էր, դրա համար էլ նա սնդուկը գիշերը պահում է մարագում։ Առավոտյան բոլորը վազում են մարագ, որ տեսնեն, թե ինչ թանկարժեք զարդեր է բերել խորթ մոր աղջիկը։ Բայց հենց որ մարագի դուռը բացում են, հրդեհ է բռնկվում, այրվում է ամեն ինչ, և մարագը, և իրերը։ Այսպես է լինում։ Շատ բաներ ուզում խորթ աղջիկը, բայց ամեն ինչ կորցրեց։